Իսկ ես հիմա ուզում եմ Measure ER-ը այս հունիսի 2-ին Measure ER-ը հաստատվեց, որ get 5 tax-ը, sales tax, ինչ որ գնում եք, օրինակ Glendale-ում sales tax-ը 10.25 է։ Հիմա հոկտեմբերի 1-ից կես 5, այսինքն կեսը 1%-ի կեսը կավելանա, ինչ որ գնեք ավել պետք է tax վճարեք։ Ինչ որ մինչև հիմա tax եք վճարում Glendale-ում 10.25 էր, ուրիշ տեղերում 9.75 էր։ Հիմա ուրեմն Glendale-ը կոնե այդքան բարձրանալու է, ուրիշ քաղաքները կես տոկոսով ավելանալու է։ Դա պատճառը առաջարկեցին, որովհետև ասում են, որ նախագահ Թրամփը կտրել էր այն մեդիկալին կապ ունեցող եւ ուրիշ ցածր եկամուտ ունեցողներին օգնություններին տալիս, բժշկական խնամքներ կար, կրճատումներ էր կատարել նախագահ Թրամփը, ուրեմն այս նահանգը եւ քաունթին, այստեղի քաունթին, ավելի շուտ քաունթին աշխատում է, որ այդ գումարները ինչ որ կառավարությունը, կենտրոնական կառավարությունը կտրում է, այս tax-ը բարձրացնելով էլ է քաունթին կարողանա գումար ունենա, որ նորից այդ մարդկանց հանձնի։ Տարեկան 880 միլիոն, այսպես գումար, 1 բիլիոնի չափ գումար է ավակվելու, որ այդ կրճատումները կարողանան հոգալ։ Իսկ ես հիմա ուզում եմ խոսել Իրան եւ նախագահ Թրամփի պատերազմի մասին։ Գիտեք, համաձայնությունները անկարծ Իրանը, երբ որ Հորմուզի նեղուցը ասած առանց իմ իրավունքի ոչ մի նավ չի կարող գնալ այնտեղ եւ արձակվեց 3 այդ բիզնեսային նավի վրա արձակվեց եւ նախագահ Թրամփ ասաց դա խախտում է այն ինչ որ որոշել ենք, գիտեք բանակցում էին Իրանը եւ նախագահ Թրամփի պաշտոնյաները բանակցում էին իրար հետ, իհարկե իր փեսան է եւ մեկ Witkoff անունով մեկ միլիարդատեր նրանք էին որ բանակցությանը մասնակցում էին, ամենայն դեպս եւ այդ բերումով նորից սկսվեց օրինակ 2 անգամ արձակվել է Իրանի վրա նախագահը տարբեր տեղեր երկաթուղ կամ գնացքի կամուրջ կա այնտեղ որ ռմբակոծել է այդ կամուրջը գիտեք անկախ դրանից ինչ պատերազմ է լինում չպիտի կամուրջները հանրության պիտանի ճանապարհները ուրիշ չպիտի ռմբակոծել անկախ դրանից պատերազմի մեջ են որովհետև ժողովուրդը չի որ պատերազմի մեջ այլ կառավարություններն են պատերազմի մեջ իսկ նախագահը ասել է կարևոր չի իր համար ամեն ենթակառուցային infrastructure-ը երկրի հիմա սկսելու եմ ռմբակոծեմ տարբեր ռազմական խարիսքներ ռմբակոծեն են ուրիշ այսպես եւ հիմա 90 տարբեր կենտրոն արձակվել են եւ ասել է շարունակելու եմ Թրամփն ասել է ասում իր ներկայացուցիչները կարող են բանակցեն բայց ինքը պատերազմը շարունակում է եւ ինչ որ համաձայնվել էին որ 24 միլիարդ գումար արձակեին հետո ինքը խոստացել էր Իրանի նախագահ Թրամփը որ 300 միլիարդ իրենց վնասների համար գումար տա իրենց որ այս պատերազմը օր առաջ ավարտի գար բայց կարծեք թե հիմա այդպես չի լինում ես այստեղ ուզում եմ ցուցադրել ձեզ տեղի ունեցող ռմբակոծումներն եք տեսնում Իրանի վրա տեղի ունեցող նրանք այսինքն Իրանը նաև այսպես ռումբեր է ղրկում դեպի առնվազն 2-3 երկրներ Քուվեյթը եւ այստեղ նախագահն է բացատրում է որ այս համաձայնությունը արդեն ավարտված է հիմա բոլորը բողոքում են այս պատերազմի համար այստեղ տեսնում եք այդ ծոցն եք տեսնում Կասպից ծոցը եւ Ամման ծովն եք տեսնում բենզինը բնականաբար նորից բարձրանում է գազ տեսնում եք միջին Ամերիկայի միջինն է Կալիֆոռնիայի միջինը հիմա $5.30 սենտի է իջել հիմա հետ է վերադառնալու բարձրանալու է արդեն եթե տեսնեիք
5 سنت ավելացրել 10 سنت ավելանալու է Կալիֆոռնիայում $5 55 سنت եւ ավելի բենզինի գինն է այս հորմոզի նեղուց որ բացվել էր իջել էր իհարկե դեռ փետրվարին հարվածել էր հարցակում կատարեց նախագահը Իրանի վրա այդ ժամանակվանից ամենայն դեպս դեռ մի քանի սենտ պակաս է նախագահի նոր օդանավն եք տեսնում այդտեղ տեսակ սպիտակ եւ կարմիր որը Ղաթարի կառավարությունը իրեն նվեր է տվել $400 միլիոն 440 միլիոն արժողությամբ իրենք նաեւ նախագահները օր առաջ պատրաստեք ինձ համար 500 միլիոն ծախսել են այդ օդանավի վրա որ նախագահի համար պատրաստեն բայց հիմա քիչ հետո պետք է ցուցադրեմ մոտարապես 1 միլիարդ ծախսի է նայել որ ժողովուրդն է վճարում գիտեք այդպես ասել է այս օդանավը տանելու է իր ինքը ունենալու է մեկ նախագահները ունենում են թանգարան այսպես ունենալու են այդ օդանավը 1 միլիարդը վերցնում է տանել նախագահները սովորաբար նվեր եթե ստանում են $1000 $1200 կարող է ավել լինի պետք է կառավարության անձնեն բայց նախագահը ուզում է տանի այս նվերը ինչ որ ստացել է եւ ծախսը ինչ որ արել են տանի այն գրատարանը ինչ որ ինքը պետք է բացանի Ֆլորիդայում երևի այնտեղ է տանելու այս օդանավը որ ժողովուրդ գնան տեսնելու այսպես հիմա նախագահին եք տեսնում որ ասում է ես եթե մի հատ հարցակում են կատարելու ես 20 անգամ ավելի ուրեմն ամեն մեկ հարցակումին ես 20 հարցակում եմ կատարելու Իրանի վրա ասում է նախագահ Թրամփը լրագրողներին օդանավի մեջ է ասում միշտ նախագահը ասում էր որ հիմա սա կապույտը այդ երկու օդանավ ունի նախագահները Ջորջ Բուշ հայրի ժամանակվանից այս երկու օդանավը ծառայել է բոլոր նախագահներին այն ժամանակվանից Քլինթոնին այս երկու օդանավը ծառայել է հետո նրանից հետո Ջորջ Բուշ զավակին է ծառայել հետո Օբամային հետո Բայդենին եւ նաեւ իրեն 2017-ին եւ հիմա սա է օգտվում երբ որ վերադառնում էր Թուրքիայից Թուրքիայում մեծ հզոր երկրների հանդիպում գոյություն ուներ իսկ օդանավով գնացել էր այնտեղ, բայց այս հարցակումը Իրանի վրա հետո կատարվեց։ Դա է որ այս օդանավը ղրկեցին, որտեղ այս օդանավը մյուսների նման զրահապատված է սա նաև ինքը նախագահը ասում է ես դրա համար որ մտահոգ չեմ որ կարձակվեն օդանավի վրա, այսպես ասել, բայց հստակորեն ուրիշները լրագրողներին ասել են, որովհետև մյուս օդանավները զրահապատված են, անգամ կարող են հարձակվեն, պաշտպանեն իրենց օդանավները։ Սա security protocol ամեն ինչ ունի, բայց չի կարող հարձակվի վերացնի մեկ ուրիշ օդանավի։ Ինքը զրահապատված է, այստեղ տեսնում եք այս նոր օդանավը, դրա համար բոլոր defensive capabilities տեսնում եք չունի այս օդանավը մյուսները ունեն 2 բիլիոն արժում է մյուս օդանավները որ նորը հիմա իր համար կառուցում են նոր երկու օդանավ է լինելու որ 2028-ին հանձնելու են նախագահներին այստեղ տեսնում եք ինչ որ ասացի Թուրքիա էր գնացել այդ օդանավով վերադարձին որովհետև պատերազմի որ ինքը Թուրքիայում էր սկսվել էր տեսնում եք այն հին օդանավով վերադառնում է այդ մտահոգություններից ելնելով հիմա Ջո Ռոգան ճանաչված ռադիո հաղորդավար է TV հաղորդավար է որ անգամ Թրամփին էր պաշտպանել որպեսի ինտերվյուից ասելով որ միշտ հարաբերություն շատ լավ է եղել նախագահ նաև իր ծրագրին զանգարում էր խոսում էր նա նաև իր բողոքը ներկայացրեց ասելով որ դու նախագահին որ ասացի իրեն մոտիկ հովանավորողն է ասում եկար ասացիր որ պիտի վերջ տամ ամերիկան անընդհատ գնում է աշխարհով մեկ պատերազմների է մասնակցում պատերազմների է բռնվում այդպես տարբեր տեղերում դա Վիետնամներ հետո Իրաքներ Աֆղանստաններ
այսպես Լիբիայի պատերազմի վայլն եւ ինք ասել չենք պատերազմի չենք մասնակցելու մենք ովանորել ենք ամերիկան այս հաղորդավարը ասում է սա անհարմար է բոլոր ինչ որ խոստացելեր ինչ որ կատարում ես հակառակն է այդ արտահայտությունների ես ուզում եմ շարունակել հիմա եթե տեսնեք այստեղ անցնենք տեսնում եք սպիտակ տունն է որ նախագահը տեսեք փակել է սա entrance կամ մուտքն է սպիտակ տանը մի աշխատանք են կատարում բայց չեն ասեն ինչ են կատարում ոմանք մտահոգություն ունեն այդ մուտքը որ կարող է ինչպես Թրամփը փոխում է ամեն ինչ քանի որ նախագահները օգտվում են ապրելու այստեղ եւ աշխատելու այստեղ բայց իրենցը չի որ ինչ ուզում են փոխեն այստեղ տարբեր տեղերում տեսեք հիմա ինչ որ այստեղ եք տեսնում մեկ Թենեսիում մեկ կամուրջ է նախագահը ասել է որ իր անունով դարձնեն պրեզիդենտ Դոնալդ Ջեյ Թրամփ տեսնում եք այստեղ եւ Palm Beach Florida անցնենք առաջ Palm Beach Florida այնտեղի օդանավակայանն է տեսնում եք գրված է President Donald Trump-ի International Airport-ն է եկել եւ welcome կամ բարի գալուստ է ամեն փոխել են օդանավակայանի անունը իր անունն է դրել այդտեղ եւ հիմա խնդրեմը նման ժամանակ սա է լինում որ երբ որ այսպես փոխում են առանց որտեվ այսպես որ նախագահների անունը օգտվում են երբ որ իրենք մահացել են նախագահների անունը դնում են օրինակ John F. Kennedy անունով է Նյու Յորքի օդանավակայանը իր անունով է Ronald Reagan-ի անունով օդանավակայան կա բայց նրանք բոլորը իրենց անունով են դարձրել երբ որ իրեն նախագահը մահացել է եւ ոչ թե անձը ներկա է չեն այս աշխատանքներ չեն անում բայց Թրամփը կատարում է այսպես ես մի դաթար վերցնեմ եւ վերադառնամ դաթարից մեկ օթաչու տեսնեք օթանավը գնում է ինչ է անում ծրագիրը հովանավորում է Բրբանկում գտնվող Burbank Adult School-ն է հովանավորում այս դպրոցը իր աշխատանքը շուտով աշխատել սկսելու է օգոստոսին է սկսելու բայց այս դպրոցում դուք ոչինչ չեք վճարում ամեն դասավանդումները անվճար են եթե ուզում եք այստեղ տեսնում եք Բուշկոյրի աշխատանքներ կատարեք եթե ուզում եք համբյուտեր չգիտեք սովորեք համբյուտեր գիտեք ուզում եք մասնագիտացված համբյուտեր սովորել եւ ուրիշ դասավանդումներ կա որ ռեգլամի մեջ կտեսնեք բոլոր այս աշխատանքները անվճար են գումար չեք վճարում Կալիֆոռնիա նահանգը վճարում է որ դուք ավել գրագետ լինեք ավել բարձր աշխատավարձ կարողանաք վաստակեք ուրեմն անցյալ անգամ երբ ես տարի սկզբին էր այս տարվա սկիզբն էր երբ որ հայտարարեցի սա հետո որոշ դասարանները այնքան մարդ ներկայացավ որ գրանցվի այդ դասարան տեղ չէր լինում ուրեմն հիմիկվանից մտածեք ռեգլամի մեջ կտեսնեք ասեմ Բրբանկում է գտնվում այս դպրոցը եւ բոլոր ծախսերը վճարվում է գիրք եթե հարկավոր եղավ ցես տան Կալիֆոռնիայի նահանգին է վերջում վկայական է կստանում որ բոլոր նահանգներում այդ վկայականը ընդունելի է եթե դուք գնում եք սեփական դպրոց վկայական են տալիս մենակ այդ սեփական դպրոցինն է ոչ ոք այդ վկայականը չի ընդունելու բայց այս վկայականը այս դպրոցի ընդունված է լրիվ Կալիֆոռնիայում եւ 49 ուրիշ նահանգներում Court Furniture-ով անավորում է ծրագիրը Central եւ Մրթելի հատման կետում է գտնվում Գլենդելում 405 freeway եւ Euclid փողոց Orange County-ում նաեւ Santa Ana-ում New York-ում Florida-ում խանութներ ունի այս Court Furniture Ամերիկայի ամենախոշոր furniture-ի խանութներից է այցելեք նոր մատրես գնելիս մանավանդ Շահին թուրն է ովանավորում ծրագիրը դեպի Ժապոնիա թուր է կազմակերպված հոկտեմբեր 4 մինչև 13-ը 10 օրը $3790 հեռազայնեք
Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը, եթե դուք վարձակալ եք, վարձել եք բնակարան կամ ապարտման կամ վարձել եք մի տուն վարձել եք, պետք է մաքուր լինի, բնակելի լինի։ Եթե այդպես չի, ձեզ պիտի հատուցում տան։ Դուք ոչինչ չեք վճարում, խորհրդակցեք իր հետ, եթե կարողացավ ձեզ համար գումար վերցնի, հետո փաստաբանին վճարում եք, կվերադառնա։ Արժանտինայում 41 տարեկան անձնավորություն, որ ինքը օդաչու է, մասնակետ է, սովորացնում է ուրիշ աշակերտներին, որ ինչպես օդանավը ղեկավար է։ Այս մի շաբաթ նախքան ինչ դեպք, որ հիմա պիտի բացատրեմ, գնում է հոգեբանի մոտ է գնում, խոսում է եւ այլն, այսպես այս օդանավում այս տղան, որ 22 տարեկան մի տղայի սովորացնում է օդանավը ղեկավարելու, որ տղան ինքը մասամբ գիտի, երկար ժամանակ գնացել է դասավանդումներին մասնակցել է եւ լայսենս ունի, բայց օդանավի համար լայսենս է վերցնում, դեռ երկար ժամանակ պետք է մեկ ավել փորձառու անձնավորություն ձեր կողքին լինի, մինչև հետո ասեն, որ դուք այսքան ժամ արել եք, ամեն ինչը ճիշտ է, կարելի է այսպես։ Այդ 41 տարեկան, այս 22 տարեկանին ասում է, որ հաջողություն եմ ցանկանում քեզ եւ մնաս բարով։ Դուռը բացում է ու դուրս է թռչում օդանավից եւ այս տղային թողնում է միայնակ։ Բարեբախտաբար ինքը կարողանում է այդ հիմա ցուցադրենք, եթե շարունակենք, բարեբախտաբար կարողանում է ինքը այս տղան ղեկավարի ու օդանավի իջեցնի, Արժանտինայում է այս օդանավն է, ինչ որ տեսնում եք, այդ փորձառու անձնավորությունն է, որ օդանավից դուրս է թռչում, երկար տարիների փորձառություն ուներ ինքը, տասնյակ հարյուրավոր մարդու սովորացրել է, տեսեք այստեղ մի քաղաքից դպրոցը սա, որտեղ որ այդ մարդը աշխատում էր, օդաչուն աշխատում էր, ասել է աշակերտին, որ դու գիտես ինչ պիտի անես, արդեն փորձառություն ունես, ու այսպեսով մնաս բարով է ասում, ու օդանավից դուրս է թռչում, այստեղ տեսնում եք, ու բնականաբար գիտեք, դժբախտություն է պատահում, մահանում է ամենայն դեպս այս երիտասարդ 41-2 տարեկան մասնակետ օդաչու։ Ես ուզում եմ հիմա խոսել նաև Brooklyn Bridge-ի մասին։ Brooklyn Bridge-ը շատ ճանաչված կամուրջ է Նյու Յորքում, որ հաճախ մարդիկ գնում են այդտեղից իրենց վայր են գցում, երբ ուզում են ինքնասպան լինեին։ Վերին ամեն կողը փակեցին եւ այլն։ Հիմա մեկ հոգի այս Brooklyn Bridge մի կին բարձրանում է, գնում է կամուրջի վրա, եթե շարունակենք, եւ տեսեք այս ներքևում գետն է, որ ինչ որ գնում է, այս կամուրջի վրա բարձրանում է եւ տեսեք քայլում է նախ, հետո նստում է կամուրջի վրա, մինչեւ նույն մարդիկ, նույն պոլիսները, որ անցյալ անգամ երկու երիտասարդ բարձրացել էին այնտեղ մեկ շենք, որը Նյու Յորքում բարձր աշտարակներից մեկն էր, Empire State Building, գնում են նույն այս ոստիկաններն են, որ գնում են այս կնոջը, օգնում են եւ իրեն այդ կամուրջի վրայից իջեցնում են։ Սա այդ երկու ամուսիններն էին, որ բարձրացել էին Empire State Building, Նյու Յորքի բարձր աշտարակներից մեկը, ամենահին շենքերից մեկը բարձրացել էին, նույն մասնակետ ոստիկաններին բերում են, որ սրան նաեւ իջեցնում են կամուրջի վրայից։ Ես հիմա ուզում եմ խոսել նաեւ Graham Planter-ի մասին խոսեմ։ Graham Planter-ը Սենեթի տեխնացու էր Մեյն նահանգի համար։ Սա 43 տարեկան է, դեմոկրատների
տեխնացուներ նախնական ընտրությունը տեղի ունեցավ դեմոկրատների միջև ինքը ընտրվեց ռիփաբլիկանները մեկ սենատոր Սուզան Քոլինզ անունով որ 30 տարի է այդ նահանգն է ներկայացնում Միացյալ Նահանգների սենատում եւ իր վիճակը պատկերացնում են որ եթե ճիշտ անձնավորություն լինի կարողա չկարողանա ընտրվի դրա համար երիտասարդ էին ընտրել մյուսը 70 տարեկան այդ սենատորը 6 տարի սենատի նստաշրջանը 6 տարի է պատկերացնում են լավ կլինի, բայց վերջին ժամանակը, նախնական ընտրության ժամանակը բանից դուրս եկավ, որ կանայք եկան ասացին բռնապարերն է, ուրիշ պրոբլեմներ է ստեղծել կանանց համար, ամենայն դեպս ինքը ուշադրություն չդարձրեց, ոմանք էլ ուշադրություն չդարձրին, նախնական ընտրության ընտրվեց։ Հետո այդ նման կանայք նորից դուրս եկան բողոքներ եւ վերջը ստիպված եղավ որ հիմա հրաժարվի։ Մինչ հիմա հստակ օրինական չի ներկայացրել որ ես հրաժարվում եմ, բայց ասել է որ պիտի հրաժարվի։ Մինչև երկուշաբթի օր եթե չներկայացնի իր հրաժարականը, ուրեմն դեմոկրատները չեն կարող ուրիշ մեկի նշանակեն կամ առաջարկեն, տեսնեն ով այնտեղ հիմա 7 հույքի ներկայացել են, ասում են եթե հրաժարվում է մենք տեխնացու ենք Ամերիկայի սենատի համար, այսինքն Մեյն նահանգի որպես սենատոր, որ մրցակցի ռիփաբլիկան Սուզան Քոլինզի հետ։ Հիմա շարունակենք, տեսնեք, այս ինչ որ բացատրեցի ձեզ, այստեղ տեսնում եք այս 7 անձիկ են, որ ամենածախ վերևում տեսնում եք, նա նախնական ընտրության մասնակցեց, որը ներկայացների տան խոսնակն է այդ նահանգի բայց չընտրվեց, այս անձնավորությունը ընտրվեց, այստեղ տեսնում եք հիմա իրենց միջև պետք է մեկը բարձրանա, այսպես տեսնում եք Ջաքսոն անունով, սա Սուզան Քոլինզն էր, որ անցավ, ամենայն դեպս այսպես դեմոկրատների համար 30 տարի է, որ այդ նահանգում միշտ տեխնացու են ունեցել, բայց ոչ ոք չի կարողացել հաղթահարի Սուզան Քոլինզին։ Հիմա դեմոկրատները եթե սա հրաժարվի իհարկե մինչև հուլիսի 27-ը պետք է մեկ ուրիշի ընտրեն պարտին կամ կուսակցությունը 600 հոգի convention է լինելու որ այս 7 հոգու միջից մեկին ընտրել։ Մեյն նահանգը մի նահանգ էր, որ օգոստոսի 2024-ին այս որ տեսնում եք այստեղ Քեմալա Հարիսը տեխնացու եւ հաղթել է Մեյն նահանգում։ Դրա համար պետք է դեմոկրատների համար հեշտ լիներ մասամբ, որ այս նահանգը կարողանային այս տարի հաղթահարին եւ ռիփաբլիկանին փոխարիներ դեմոկրատ, բայց հիմա այսպես թվում է, որ այդ առիթը չեն ունենա, որով տեսնում եք մյուս տեխնացուներին եք տեսնում, եւ եթե Մեյն նահանգը չեն կարող փոխել, ուրեմն ռիփաբլիկանները սենատում սա մեկ ուրիշ տեխնացու է, տեսնում եք 7 տեխնացուներից մեկն էլ սա է, եւ եթե Մեյնում չհաղթեն, որովհետեւ պետք ունեն որ Սուզան Քոլինզին եք տեսնում, որ ասացի 30 տարի այդտեղ է, որ եթե այստեղ չհաղթեն դեմոկրատները, իրենք պետք ունեն հիմա 53 ռիփաբլիկան կա սենատում, 47 դեմոկրատներ կան։ Առնվազն պետք ունեն 4 աթոռներ փոխվի, որ մեկը ամենակարևոր կարծել էին դեմոկրատները, որ Մեյնում Սուզան Քոլինզին կհաղթեն, ուրեմն մնացած 3-ի վրա են կենտրոնացել, հիմա թվում է որ դա չի պատահի եւ ավել բախտը շատ է որ ռիփաբլիկանները դեռ մնան մեծամասնություն սենատում։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից պետք է Չարլի Քրքի մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը։ Եթե օդանավով ծանրություն եք ղրգելու Հայաստան, մի փանդ ընդամենը $2.99 է։ Նավով մի ծանրոցը եթե դուք հանձնեք Երևան Post-ին, որը գտնում եք Գրանդա Հիլզին, մեկը հանձնում եք, մյուսը անվճար։ Որևէ չափ հանձնեք, երկու ծանրոցը անվճար կարող եք ղրգել Հայաստան։ Նաև Սառնարան, Մահճակալ, ինչ որ
ուզում եք կարող եք Հայաստան ուղարկել ձեր ազգականներին կամ դուք եթե տնափոխվում եք ուզում եք գնաք Հայաստան բնակվեք ձեզ հետ կարող եք տանել ուրիշներ հանձներ են իրենց խրկում են Հայաստան մատչելի գներով դուք նաև կարող եք փորձել ծրագիրը հովանավորում է Pizza Art-ի հովանավորում է ծրագիրը եթե մեկ պիցա կնեք այստեղ հաջորդը 50% զեղչ եք ստանում համահավասար համաչափ պիցան 50% զեղչ կստանաք հեռախոս համար ձեզ մոտ նշանակեք դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը եթե աչքի հետ որևէ հարցեր ունեք իրեն 3 մեզ մոտի կենտրոնները գտնվում է Գլենդելում այստեղ տեսնում եք Ջաքսոն եւ Քոլորադո փողոցի հատման կետում է եւ Glendale Avenue-ն հատում են իրար այդտեղ ճիշտ շենք կա այդտեղ կարող եք գնալ Orange County-ում կարող եք գնալ իրեն կենտրոնը Costa Mesa քաղաքում սա հեռախոս համարն է նաեւ Pasadena քաղաքում իր կենտրոնն ունի որը ճիշտ Glendale-ի մոտ է եւ հաջորդ օրերից մեջ այդ կենտրոնի նոր ռեկլամը կտեսնեք Դոկտոր Թավանսի 31 տարվա աչքի վիրահատող բժիշկ։ Ծրագիրը հովանավորում է նաև Serve Pro այս մաքրման պրոֆեսիոնալ մարդիկ են սրանք։ Եթե ձեր շենքը նոր շենք է կառուցել, բոլորը փոշի է եւ այլն պետք է մաքրվի։ Եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տունը, եթե խողովակ է պայթել եւ հեղեղ է տեղի ունեցել այդտեղ իրենք պրոֆեսիոնալ անձիկ են սրանք կարող եք զանգահարել որ պրոֆեսիոնալի ձեր հարկաբաժինը կամ բնակարանը մաքրեն ձեզ մոտ նշանակեք իրենց հեռախոս համարը դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը ալերգի եւ ասմայի եթե տարապում եք այստեղ զանգահարեք ժամադրություն վերցրեք կվերադառնա Դուք տեսնում եք Չարլի Քըրքը 31-32 տարեկան անձնավորություն էր խիստ քրիստոնյա, խիստ պահպանողական թևի անձնավորություն։ Եվ միշտ նաև ընդունում էր մարդիկ, որ իր կարծիքի դեմ են, այսինքն այսպես եւ մեծ ընդունելություն էր ունեցել այսպես պահպանողական թևին պատկանող երիտասարդները հետևում էին իրեն։ Մեկ անգամ Յութայում, երբ որ հավաքվել էին միլիոնավոր մարդ գնացել էր իրեն լսելու, այդ ժամանակ մի ուրիշ երիտասարդ տղա, խելացի, այսպես ժիր աշակերտ, երբ որ դպրոց էր գնացել, հանկարծ չգիտեմ միասեռական է դառնում, իհարկե այդ իր ընկերոջը, ում հետ որ ապրում էր նրան էլ ճշգրիտ չէր ասել ինչ է անում, ծրագրում է եւ փորձում է որ վերացնի այս Չարլի Քըրքին, որ ասացի շատ երիտասարդների մոտ ընդունելություն էր ստացել եւ հետեւում են իրեն հրահանգներին, իրեն խոսքերին էին լսում Չարլի Քըրքի։ Եվ սա ասացի Չարլի Քըրքը մեծ ազդեցություն ունեցավ Թրամփի ընտրությանը, որտեղ մտածում էր որ Քամալա Հարիսը այսպես իր վարկերով դա որ բոլորին ընդունում են միասեռական եւ այլն այսպես անընդունելի էր ասում էր քրիստոնյա անձը անընդունելի այդպես արտահայտությունների համար ամենայն դեպս մյուս երիտասարդը գալիս այս երիտասարդին սպանում է որ ես այստեղ ուզում եմ ցույց տալ հետո իր հայրը անցնենք առաջ այստեղ տեսնում եք ծախում նստած է այն անձը որ իր ռումմեյթն էր իր հետ ապրում էր այդ այսինքն ոչրագործի հետ ապրում էր ոստիկան իրեն հարցնում է այդ մասին ասում է երբեք այդպես չէր արտահայտվել որ կգնա եւ կաշխատի մեկին վերացնի կամ սպանի այդ երիտասարդները ինչ որ սպանել է սա երիտասարդները այստեղ տեսնում եք որտեղ 33 ժամ Յութայում գնում է ինքը Յութա չի ապրում, բայց գնում է երբ որ տեսնում է պետք է մեծ հավաք լինի, գնում է այնտեղ որ սպանի այդ իր ընկերը կամ boyfriend-ը կամ իր ամուսինը
այնտեղ Lance Twiggs անունով է, որ մի հաջորդ օրը իրեն հետ խոսում են, տեքստերն է ցույց տվել, որ նրան գրերն է, որ Tyler այդ գրերն է, որ պիտի գնա եւ այսպես այդ ոչրագործությունը եւ այստեղ տեսնում է այդ ինչ որ ասել է հիմա դատախազությունը ուզում է օգտվի դատարանում իր դեմ իր ձեռագիր գրած է եւ ասել է որ ես առիթ ունենալու եմ Չարլի Քրքին իրեն վերցնեմ այսինքն նպատակը սպանի take it going to take սա Չարլի Քրքի կինն է որ հիմա այդ հաստատությունը խոշոր հաստատություն էր ղեկավարում Չարլի Քրքը այդ քրիստոնյա անձնավորությունը եւ այսպես իր կինն է շարունակում իր աշխատանքը եւ տեսնում եք ուրեմն իր ռումմեյթը այդ իր ընկերը ոչրագործի բացատրում է որ ինչպես եղավ ինչ էր եղել բոլոր այս հարցերը այս հրացանովը ինչ որ սպանել էր իհարկե հրացանը հետո թափեր էր ինքը չէր պահել կարողանում են հրացանը գտնել այստեղ տեսնում եք փամփուշտը նաև այդ փամփուշտի վրա նաև գրերն է որ այստեղ սա է որ ինչ որ այդ Չարլի Քրքին պետք է վերացնի եւ դա նաև դատարանում պետք է ներկայացնեն փամփուշտը տեսնում եք վրան ասում է ֆաշիստ է այսինքն Չարլի Քրքը ֆաշիստ է այս տղան դատարանում եք տեսնում իրեն Չարլի Քրքին եք տեսնում այդ օրը մի քանի րոպե առաջ նախքան մահը սա նախնական դատարան է մի հետաքրքիր երևույթ որ երբ որ վիդեոն ցույց են տալիս որ գրակում է Չարլի Քրքին ինքը դատավորը այնտեղ նստած է հանկարծ գլուխը թափ է տալիս հիմա եթե տեսանյութը տեսնեք այդ վարյանին որ գրակում է դատավորը նայում է վիդեոին եւ հիմա տեսնում եք այդպես գլուխը շարժեց տեսեք ինչպես է լինում այսինքն ինքը դատավորը որ այդ վիդեոն տեսնում է ինքը նաեւ Նիցև ահուսարսափ է ավելացնում իրեն, տեսնում եք սա դատավորն է, որ սովորաբար աշխատում են որևէ զգացումներ ցույց չտան դատարանում, բայց այնքան իր համար էլ զարմանալի է, տեսնում եք երկու անգամ գլուխը թափ տվեց այդտեղ դատավորը, հետո աշխատեց իրեն հավասարակշռությունը պահել այդ դատավարության ժամանակ։ Ես պիտի դատար վերցնեմ, որ վերադառնամ մեկին իր երեխաներին է սպանում, դրա մասին խոսեմ, ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, դաշնամուր գնելիս վարձելիս այցելեք Hollywood Piano։ Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը, գտնում է Բրբանքում Գլենդելի արևանության պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե accident եք ունենում bankruptcy պիտի ֆայլ անեք, հերդե հետեղ ունեցել ձեր տանը, զանգարիք իրեն, դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպար եք լինում, այստեղ զանգարեք, Գլենդելում 616 իսկ Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն կվերադարձնեն։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը արտասահմանից գեղեցիկ հագուստներ է բերել, կարող եք այցելեք Jackpot, Անաշե Gift-ն է հովանավորում, Flask կամ թերմոս, հիմա որն որ դուք անունը, կասեք սա է, ընդամենը $9.99 է, տեսեք սա խոշոր, եթե պիտի ամառ է գալիս, գնաք անտառ, ուրիշ տեղեր պիտի գնաք, բացօթյա տեղ եք անում, կարող եք սուրճ տանեք, լցեք մեջը կամ թեյ լցնեք տանեք ձեզ հետ կվերադառնա։ Լեքթահոում մեկ ընտանիք գնում է, Լեքթահո գնում են ու այսպես մի խոշոր անցնենք առաջ, խոշոր արջ է գալիս։ Այդ տեսնում եք ինչ որ սփրեյ կա արջի համար, այս ընտանիքն է բոլորով այնտեղ են եւ սփրեյ անում անձը որպեսի չարցակվի, այսպես տեսնում եք։ Անկամ ինքը նաեւ այս երբ որ սփրեյ անում, ինքը նաեւ
զգում է որ ուզում է վայր ընկնի, միայն արջը չի որ դրա հետևանքով փախուստ է տալիս, բնականաբար արջերը մի 500 pound են լինում, մարդու համար շատ է, հիմա այսպես տեսնում եք 2024-ին նաև այսպես դեպքեր պատահելներ, որ եթե գնում եք տարբեր տեղ, որ արջ կարող է լինի, դուք հարկավոր կլինի, որ սփրեյ տանեք ձեզ հետ, որպեսզի սովորաբար կենթանին չի գալիս մարդու վրա արձակվի, բայց եւ այնպես երբեմն ցակ են ունենում շատ վտանգավոր կարող է լինեն, կամ ուրիշ պատճառով մտածեմ որ դուք ուզում եք իրենց վնաս հասցնեք, շատ ժամանակ այդպես է լինում, որ կենթանին արձակվում է մարդու վրա, կարծում եք դուք իրեն վնաս կհասցնեք, ուրեմն այդ ժամանակ գնում եք սարը գնում, անտառ եք գնում, այս սփրեյը ձեզ հետ ունեցեք, եթե այնտեղ արջ կա։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։